Տանից ակնկալում։ Հետևաբար այդ պտուղը պետք է համ եւ բուրմունք ունենա։ Գաղատացից 5:22-ում կարդում ենք, բայց հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնմտություն, քաղցրություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն, այսպիսիների դեմ օրենք չկա։ Բայց նրանք, որ Քրիստոսինն են, իրանց մարմինը խաչը հանեցին կիրքերով եւ ցանկություններով միասին։ Եթե հոգով ենք ապրում, հոգով վարվինք, սնապարզ չլինենք իրար գրգռելով եւ իրար վրա նախանձելով։ Այստեղ մենք հստակ տեսնում ենք Տիրոջ եկեղեցու այգու պտուղի բուրմունքը ինչ է իրենից ներկայացնում։ Եվ պտուղը, որ եզակի թվով է նշված, հոգու պտուղն է։ Այս պտուղը մեզանից յուրաքանչյուրը պետք է ունենա Սուրբ Հոգուց։ Այս պտուղի հեղինակը մենք չենք լինում եւ երբեմն միայն այս